Սա սիլիկոնի հովիտն է, որտեղ այսօր գտնվում են բազմաթիվ գրասենյակային շենքեր, իսկ ինչ պատմություն ունի տեխնոլոգիական հսկաների այս բնօրրանը։ Նախ հարկ է այցելել համակարգչային պատմության թանգարան, որտեղ ամեն ինչ ներկայացված է գեղեցիկ եւ բովանդակալից կերպով։ Ահա մկնիկով աշխատող առաջին համակարգիչը Xerox-ը։ Աշխարհի առաջին կոշտ սկավառակը 1 տոննա կշռով եւ 5 մեգաբայթանոց IBM RAM-ը։ Այժմ շրջենք դրսում, չէ՞ որ սա արևոտ Կալիֆոռնիան է։ Սա Սթիվ Ջոբսի հին տունն է։ Սթիվ Ոզնյակի հետ միասին նրանք ստեղծել են առաջին Apple համակարգիչները այս ավտոտնակում։ Նախնական գումար նրանք հայթայթել են վաճառելով Ջոբսի մեքենան եւ Ոզնյակի ծրագրավորվող հաշվիչը։ Տան նոր սեփականատերերը առանձնապես ուրախ չեն iPhone-ներով անվերջ լուսանկարող այցելուների մշտական հոսքից։ Այս խանութը երբեմնի Byte Shop կոչվող վայրն է, որտեղ հիմնականում վաճառվել է Apple համակարգիչը։ Ահա այստեղ է վաճառվել Ոզնյակի եւ Ջոբսի առաջին ստեղծագործությունը։ Այժմ այստեղ աշխատում են մի քանի տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ։ Այստեղ Apple-ին նվիրված սրբատեղի կա նույնիսկ։ Սակայն ըստ էության սիլիկոնի հովտում մարդիկ հուշարձաններով չէ, որ հետաքրքրվում են։ Այստեղ է գործունեությունը ծավալել Shockley Semiconductor ընկերությունը, որի հետ կապված է սիլիկոնի հովտի անվանումը։ Նրանք առաջինն են արտադրել եւ վաճառել սիլիկոնե կիսահաղորդիչներ։ Այժմ սա շինարարական հրապարակ է եւ պետք է որ այնտեղ հուշատախտակ լինի։ Ինչևէ, գուցե պատմությունը այնքան էլ կարևոր չէ եւ պետք է բևեռվել ապագայի վրա։ Bill Hewlett-ը եւ Dave Packard-ը 1938 թվականին վարձակալել են այս տունը հետնամասի ավտոտնակի համար։ Այնտեղ էլ նրանք 1 տարի հետո ստեղծել են իրենց առաջին արտադրանքը Hewlett-Packard 200A ձայնային գեներատորը։ Նրանք այն անվանեցին 200 կարծես ցույց տալով, որ այդ արտադրանքը վաղուց է շուկայում։ Սա առաջինն է բազմաթիվ ավտոտնակներից, որտեղ ծնունդ են առել սիլիկոնի հովտի ընկերությունները։ Ավտոտնակային զբոսաշրջությունը այստեղ տարածված երևույթ է։ Ահա մեկ այլ հայտնի ավտոտնակ, այստեղ են Larry Page-ը եւ Sergey Brin-ը ստեղծել Google-ը 1998 թվականին։ Իսկ սա Buck ռեստորանն է, որտեղ կնքվել են սիլիկոնի հովտի խոշորագույն գործարքներից մի քանիսը։ Այս սեղանների շուրջ են ձեռք բերվել PayPal-ի, Netscape-ի, Hotmail-ի, Tesla-ի հիմնադիրները եւ հովանավորները։ Եթե քաղցած եք, կարելի է գնալ Զոց։ Ճամփեզրից ներս գտնվող Alpine Inn խորտկարանը նախկին Ռոզոտիսն է։ Տեղացիները այն դեռևս անվանում են Զոց։ Մենք այժմ այն բարում ենք, որը գործում է 1850-ականներից։ Սա այն վայրն է, որտեղ ըստ էության տեղի ունեցել առաջին համացանցային փոխանցումը։ Դրսում սեղանին տեղադրված համակարգչից այս ֆուրգոնը փաթեթային ռադիոցանցի միջոցով ուղերձ է հղել Ստենֆորդի գիտահետազոտական ինստիտուտ, իսկ այնտեղից ARPANET-ի միջոցով Բոստոն։ Ցանցից դեպի ցանց կամ համացանց, այսպես սկսվեց ինտերնետային դարաշրջանը։ Բացի այդ, այստեղ համեղ բուրգերներ են պատրաստում։ Այս կատակերգական ակումբը ժամանակին Andy Caps բառն էր։ Էթերի տղաները այստեղ են տեղադրել առաջին Pong խաղը։ Երկչափ սեղանի թենիսի 1 փուլի արժեքը 25 ցենտ էր։ Խաղը տեղադրելուց 1 օր անց սեփականատերը հայտնել է տղաներին, որ խաղը կոտրվել է։ Իրականում դա այդպես չէր։ Պարզապես այնքան շատ էին խաղացել, որ 25 ցենտանոցներից այն խցանվել էր։ Սա սիլիկոնի հովիտն է, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։